դահլիճում հայտնած անժամկետ հացադուլի առնչությամբ եւ ակնկալում ենք դեսպան Վասիլիս Մարագոսի անհապաղ արձագանքը եւ միջամտությունը։ Շատ լավ, խոսքում էլ նշեցիք նախորդ արձագանքի մասին։ Ինչպես ասեցի, մենք պարոն դեսպանից նամակ ստացել էինք պատասխան, որտեղ նշված էր, որ իրենք չեն կարող միջամտել Հայաստանում նախաքննության ընթացքին եւ այս գործը համարում են նախաքննության ընթացքին, որին որևէ միջամտություն տեղի չի ունենալու։ Միևնույն ժամանակ ասել էին, որ իշխանությունների հետ դիալոգներում իրենք բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության կարեւորության հարցը։ Մենք չենք տեսնում, որ իշխանություններն իրենց լսում են, եթե իրենք այդ դիալոգներում բարձրացնում են այդ հարցը, որովհետև այսօր Հայաստանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, հենց խոսքի ազատության դրսևորման համարձակության խոսք ասելու համար կալանավորված, այդ թվում եւ մեր գործընկերներն Արեգ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Եվ սա աննախադեպ է այն առումով, որ ընդհանրապես հետույք բառը փոդքասթի մեդիայի տիրույթում գտնվող յութուբյան հաղորդման ընթացքում հնչեցնելու համար, այն էլ ազգային ժողովի խոսնակի հայհոյանքներին ի պատասխան մարդը արտաբերել է հետույք բառը եւ նրան կալանավորել են 2 ամիս ժամկետով, այնուհետեւ դատարանը որոշել է, որ կալանքը պետք է երկարաձգի եւս 3 ամիս ժամկետով։ Այս ապօրինության հետ անհամաձայնության հայտնելու համար Արեգ Սամսոնյանը հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ իրեն անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Հարգելի գործընկերներ, սա գուցե մարդկանց համար դեռևս ընկալելի չէ, թե ինչ է իրենից ենթադրում հացադուլը, ինչ ընթացք է ունենում, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Մի քանի բառով ուզում եմ խոսել դրա մասին։ Նախ ասեմ, որ Արեգ Սամսոնյանի մոտ հացադուլ կայացնելու որոշումը եղել է վճռական եւ գիտակցված քայլ, քանի որ նա իր քաղաքական եւ մեդիագործնության ընթացքում ցույց է տվել իր օրինակով, որ ինքը քաղաքական մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների, քաղաքական հետապնդումների հետ չհամակերպվող մարդ է։ Դուք գիտեք, որ Արեգը եւ Վազգենը իրենց ոդքասթի ընթացքում մշտապես անդրադարձել են քաղաքապանտարկյալների թեմային, այդ թվում եւ ոչ միայն ստանդարտ եղանակով հերթական հաղորդումների ընթացքում, այլ ամբողջական ներգրավվածությամբ, արտահերթ եթերներով, դատարանների մոտ ներկայությամբ, եւ սա իրենց դիրքորոշումն է եղել։ Եվ Արեգը իր օրինակով ցույց է տալիս, որ ինքը այդ թվում եւ իր դեմ դրսեւորվող ապօրինության հետ չի համակերպվելու, չի նստելու, չի լռելու եւ չի սպասելու հերթական դատարանի որոշմանը 3 ամիս հետո, որտեղ կորոշվի ինքը պետք է մեղադրական եզրակացությամբ շարունակի պատիժը կրել ազատազրկման ձևով կամ պետք է նորից կալանքը երկարացվի, թե ոչ։ Սա իր անհամաձայնությունն է, բողոքի ձայնն է իր դեմ կատարվող ապօրինության հետ, ընդ որում ուզում եմ ասել, որ այս օրինակը միայն հետևանքներ ունենալու համար միայն Արեգին չէ, որ օգուտ է տալու։ Սա ընդհանուր առմամբ բողոքի ձայն է Հայաստանում խոսքի ազատության դեմ բռնաբարությանն ու ոտնձգություններին եւ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումներին։ Արեգ Սամսոնյանի հացադուլի հայտարարելուց հետո, քանի որ քրեակատարողական հիմնարկում տեղ չի եղել, որպեսզի իրեն առանձնացնեն եւ ինքը պատիժը կրի, ներողություն եմ խնդրում։ Չափը ընդամենը 4 քառակուսի մետր է։ Պատկերացրեք փոքրությունը դրա։ Բացի այդ, պատերի խոնավություն եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնցով պայմանավորված չի կարելի համարել, որ պայմանները նույնական են։ Ոչ, նույնական չեն։ Այն էլ հացադուլ հայտարարած անձի համար, որը չի գտնվում ստանդարտ, առողջ, այսպես էներգետիկ վիճակում։ Ինքը հրաժարվել է սնունդ ընդունելուց եւ իր օրգանիզմը համապատասխան ռեակցիան տալու է դրան, ուզենք թե չուզենք, ինչքան էլ ինքը հոգեպես ամուր լինի, ֆիզիկապես այս պահին լավ լինի, բայց այդ ռեակցիան իր մոտ առաջանալու է, դա բնական է, մարդկային է եւ դա լինելու է։ Եւ այս պայմաններում մի բան էլ մարդուն տեղափոխել պատժախուց այդ թաց պատերի պայմաններում մեզ թվում է, որ սա ուղղակի չլսված բան է։ Մաթեոսյան, հիմա բողոքի ակցիա եք իրականացնում, նամակ հանձնեցիք ԵՄ դեսպանին, այնուհետև շարունակել եք ձեր բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Ինչ ակնկալիքներ ունեք այս երկու դեսպանատներից եւ արդյոք պատրաստվում եք առաջիկայում այլ դեսպանատում գնալ բողոքի ակցիա իրականացնել եւ այլ դեսպաների
Նշեմ, որ մենք 3 հրատապ կարգով նամակներ ենք ուղարկել 2 տասնյակից ավելի դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանական եւ լրագրողական կառույցների, այդ թվում եւ 3 մենք էլեկտրոնային տարբերակով նամակները ուղարկել ենք դեսպան Վասիլիս Մարագոսին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որը այս վայրությամբ դեռ պաշտոնակատարն է։ Մենք մեր պարտականությունը համարեցինք նաև նամակը անձամբ բերել, հասցնել, իրենց հանձնել, նաև հանրայնորեն արձանագրել, որ նամակը ձեզ հանձնված է, մեր պահանջները ձեզ ներկայացված են։ Եվ այո, եթե մենք այստեղ ենք, հետևաբար ակնկալում ենք արձագանք։ Քանի որ ապօրինությանը չափուսահման կա, երկամսյա կալանքին, երբ որ հաջորդում է 3-ամսյա կալանք եւ հացադուլը հայտարարվում է եւ նոր հանգամանք է, չէ, մարդու կյանքի եւ առողջության համար համապատասխան հետևանքներ առաջացնող։ Ակնկալում ենք, որ իրենք պետք է դրա urgency-ն հասկանան, հրատապությունը հասկանան եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Խոսեն իշխանությունների հետ, բացատրեն, որ հասկանում ենք դուք ձեր ապօրինություններով, քաղաքական օրակարգերով առաջ եք գնում, եկեղեցու դեմ ոտնձգությունները շարունակում եք, ԱԱԾ-ի միջոցով ձեր պատժիչ մեխանիզմները որտեղ հնարավոր է օգտագործում եք, ուղարկում եք քահանաների հետ շանտաժի լեզվով խոսելու եւ կողմնակիցներ գրավելու, հասկանում ենք, բայց այս պահին մենք գործ ունենք մարդու կյանքի եւ առողջության հետ։ Եվ դրա անդառնալի հետևանքների պատասխանատվությունը մնալու է Հայաստանի Հանրապետության իշխանությունների, դատական համակարգի եւ բոլոր այն կառույցների վրա, ովքեր որ ժամանակին չեն լռել եւ չեն արձագանքել տեղի ունեցողին։ Մենք ունենք ակնկալիք, որ իրենք պետք է խոսեն Հայաստանի իշխանությունների հետ եւ պահանջեն անհապաղ ազատ արձակել հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին, որի հացադուլի 5-րդ օրն է այսօր։ Գնալու ենք նաեւ այլ դեսպանատներ, վաղը մենք նույն ակցիայի միջոցով, պիկետի միջոցով նամակներ ենք հանձնելու եւս 6-7 դեսպանատների, Կանադայի դեսպանատուն, Իտալիայի դեսպանատուն, Եվրոպական միության անդամ հանդիսացող այլ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ԵԽ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, նշեմ արդեն ինչպես նշեցի, բոլորին էլեկտրոնային տարբերակով այդ նամակներն ուղղված են, բայց մենք մեր պարտքը համարում ենք արձեռն հանձնել, որ հանկարծ հետո չասեն չենք ստացել, սպամ անգել, չենք նկատել, չի հասել, ոչ, իրենց հասնելու է դա, հանրայնորեն արձանագրվելու է, որ իրենք բոլորը ստացել են եւ հետո մենք նաեւ ակնկալում ենք պատասխան, բայց եթե պատասխան չլինի, առնվազն մենք փաստելու ենք, որ իրենք ստացել են եւ իրավունք չունեն ասելու, որ տեղյակ չեն եղել։ Ես պահանջը նաեւ բառացիի մեջ բերեմ։ Հրատապ կերպով բարձրաձայնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ շփումներում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների դադարեցման հարցը, առանձնակի ուշադրություն եւ հրատապություն ցուցաբերել Նարեկ Սամսոնյանի պահանջի ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակման հարցում, հաշվի առնելով նրա կյանքի եւ առողջության համար ստեղծված ռիսկերը, շարունակել ուժեղացնել դիվանագիտական ներգրավվածությունը Հայաստանում խոսքի եւ մեդիայի ազատության պաշտպանության ուղղությամբ, հատկապես այն դեպքում, երբ լրագրողները եւ մեդիա գործիչները ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Այս 3 կետով են մեր ակնկալիքները։